Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն սրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը գորգերը Մերգերյան կարպետումը Արտակ Մկրտչյանը Արցախի ետառնալ օրակարգումը Աղավնոյին հովտում 4 զոհ 3 հայ 4 վիրավոր Կոմիտասը հիշատակի օրը Տիգրանակերտ Հինավուրց Արցախ Կարսում հայ կամավորների հուշարձան Վարուժան Գեղամյան ժամանակն դիմադրելի հետի Խաչիկ Մանուկյան Արցախցի խոխորձ ու ուրախ աշկերը Հայոց մշակույթի կարևոր բաղադրիչները միննագորգագործությունը վերը զարգացած այլել հալամ շատ վաղ ժամանակները։ Արևմտյան Հայաստան մկարպետներն օգտագործվան հունցու կենցաղում դիել որպես ջերմամեկուսիչ ու ձայնամեկուսիչ իրեր։ Հոկտեմբերի 17-ին Արևմտյան Հայաստանը ներկայացուցիչը Քեցալա Մերգերյան կարպետ Հանգարյան շտեղ ներկայացված քյոհնահայկական գորգեր, այդ թվում ավելի քան 400 տրնվա վասպորականի գորգը։ Թանգարանի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը ներկայացրավ նաև այլ եզակի գորգեր։ Ընկերության նախագահ Ռաֆի Մեգերյանը նշալավեր Մեգերյան Կարպետ ինտերները միշտ պես են հայրենասեր այցելուներին ռչին։ Արցախցուց իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտնելով էր Արցախցուց համախմբան գործընթացը շարունակվում է արտագաղթը կանխելու ու ետռների իրավունքը պահպանելու նպատակով։ Նշալով էր առանց ուժեղ Հայաստանի հնարավոր չի պատկերացնել հայկական Արցախը, իսկ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը հակառակ արդյունքատամ չկա Արցախցի, չկա Արցախի հարցը։ Մկրտչյանը ասելով իրավիճակը կարելի է փոխել մենակ հասարակական ճնշման միջոցով ու առաջիկայում նախատեսվում են թայզա հանրահավաքներ Արցախցուց ցեսը լսելի սարքելի հետի։ Արցախյան 2025 կռվումը Քաշաթաղա շրջանանահատակվան 40 ցիվիլ հերոսներ տասնյակները համարվում են անհայտ կորած։ Իրանց թվում են նաև Մոշաթաղ գյուղի Գոր Հակոբի Գասպարյանը հայրենասեր բարի բոլորի կողմից սիրված ջահիլ։ Ինքը մանկուց ունեցալ քայլելի խնդիր, բայց ինքնակամ Քեցալա բանակ։ Ծառայելի Սալել Ջաբրայիլում մասնակցել 2016 ապրիլյան կռվի 2020 սեպտեմբերի 30-ին Ջաբրայիլա մարտերում գոռոզ զոհվալա պաշտպանելով հայրենի վաղը։ Աղավնոյի հովտից այդ պատերազմում զոհվալն 4 կամավորականներ, 3-ը անհայտ կորալն։ 1935 հոկտեմբերի 22-ին Փարիզավիլ Ժուիֆի հիվանդանոցում իրան մահկանացուն կգալա հայ մեծանու երաժիշտը Կոմիտաս վարդապետը։ Իրան մահվան պատճառը ոսկրաբորբն այլել առաջացած բուժման վատ պայմանները։ Ֆրանսիայում գործող օրենքին համաձայն հոգեկան հիվանդներին անձնական արխիվներն կարելի է պեցանել մենակ ծննդից 150 տարի հետո, բայց Վազգեն կաթողիկոսի միջամտությունով հնարավոր է տղրալ ուսումնասիրել Կոմիտասին գործերը։ 1990 թվականին բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով Հովանիսյանը ապացուցալավ էր Կոմիտասը երբեք հոգեկան հիվանդ չի Ինքը տարապել իսալել պոստ-տրավմատիկ խանգարումով հայրի ցեղասպանության ականատես Ինելյանի ետը վարդապետը հոգեբուժարան այլել տեղափոխված խաբեությամբ իբր համասնակցելի Փարիզա երաժշտական կոնգրեսի։ Կոմիտաս մինչ կյանքի վերջը մնացալ է Յուրան Փարաջայով պահալապահքեր ու պահպանել իսալել հոգեվորականին հատուկ կարգապահությունը, Յուրան լռությունը ըստ մասնագետների վերջը հիվանդության նշանալել այլ գիտակցված ընտրություն։ Կոմիտասը կնքալ է Յուրան մահկանացուն 1935 թվականին մենակ ու մոռացված, բայց Յուրան երգը շարունակում է հնչել ամենտեղ, որտեղ կա հայ մարդը։ Շտեղ կա հայ, կա Կոմիտասի երգը։ Արցախա Տիգրանակերտը կառուցվել է մեր թվարկությունից առաջ առաջին դարում հայոց արքա Տիգրամեծի կողմից։ Պատմիչներն Սեբեոսնա Մովսես կաղանկատվածին առաջինն հիշատակում քաղաքի մասին հնագիտական հայտնաբերումներն փաստում են, որ Տիգրանակերտը իլելապետյուր զարգացած քաղաք կառուցված տեղական սպիտակ կրաքարից հզոր պարիսպներով ու ժայռափոր ջրանցքներով։ Քաղաքը վերգոհատվել է մինչև 14-րդ դարը հայտնի ելել որպես այգիների մեջի թաղված սպիտակ քաղաքը։ Տիգրանակերտը ամրոցը լեռան գագաթին է իր կողմից պարսպապատ, իսկ հարավից պաշտպանված ձորով պարսպի հատվածներն մինչ օրս պահպանվել են Լավ Տիգրամեծի դարաշրջանի ճարտարապետական հմտությունը։ Արխիվային լուսանկարում պատկերված են հայ կամավորական ջոկատի մարտիկներն Կարսի զինվորական հուշարձանի կողքին։ Այս հազվագյուտ պատմական կադրը հիշեցնում է այն վաղտերը վեր հայ ազատամարտիկներն համախմբված ընելել հայրենի վղի պաշտպանության ու ազատագրման սուրբ գործի շուրջը։ Լուսանկարը վկայում է մեր ժողովրդի տոկունության ու հայրենասիրության ոգին։ Վախը ունեցալ, այո, բայց պատմություն նշանց է տվալ վեր հայրենիքը պահպանելը ավելի լավ է, քան սուսուփուս կուրցնելը։ Այս պահին տարածքում պայքարողներին թեթևագույն պայմաններ են տրվել ու մեր պարտքն է շարունակել պայքարելը ոչ միայն անձնական վախը հաղթահարելով, այլ միավորելով սաղ ազգային ուժերով ստեղծելու միասնական քաղաքական ու տեղեկատվական ճակատ բռնությունների դեմ։ Գաղութը ժամանակավոր կասեցնելու ագաղթ օջախի ձևավորումը ու իսկապես մհենք սաղի խուսելու դիմադրելու վախտնա։ Վաղարշապատ համայնքի ղեկավարի հայրենիք կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը առաջնային խնդիրներ է համարում Արցախցուց հարցը։ Առաջինը իրենց կեցության վայրը ստեղծելի խնդիրն է։ Ես պիտի կարիմ ապահովեմ իրենց ինտեգրումը իմ քաղաքիցն հետ, իրենց հուվեր ապրում են էջմիածին, որպեսզի ինին լիարժեք էջմիածինցիներ, խոյ համայնքի բնակիչներ, այսինքն մեր խոշորացված էջմիածին համայնքը իրենց պիտի նշան ստա իրենց սերնաջերմությունը ասում ինքը։ Համայնքի ղեկավարի թեկնածու մի դրվագ է հիշում։ Իմ տան անմիջապես հարևանությունով արցախցիք են ապրում ու
ես իմ տղեսն է հետ որոշամ իրանց ամանորը զարդարիմ, մունք պատրաստած ընկլել ամանորյա նվերների տոպրակնեն ու վերմունք լավ իմաստավներ խոժալնք իրանց տոնը ու տրանք խոխորցը նվիրալնք, ես տասան վեր իրանց աշկերը հալան փայլելիս չնելալ, ընդեղ 4 խոխե քնելալ ապրելիս, վեր ես հարցրալում ծես ինչա հարկավեր, արդեն համարձակությունն լավ ասալն, տոնածառ, ու ես վաչագանին տոնածառը նվիրալում իրանց աշկերը մը այդ փայլը լույսը տեսնելով հասկացալն վեր իմ տղես ոգին հալամ ցնծության մեջիա։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան ենք պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։